Սիրելիներս ողջույն, բարի լույս, միանում եմ ձեզ արդեն Ռոստովից, Ռոստովսկա օբլաստ, դեռ Ռոստովից 200 կիլոմետր կա, ճանապարհը չեմ նկարել, որովհետև այդպես նկարելու բան էլ չկա այստեղ հատուկ, կանգնել ենք Վահանը շուրջ վերցնի ու շարունակենք մեր ճանապարհը, երեք որ եկանք խանութից օգնած, ինչև այդ գնումները տեղավորել ենք, վեշերը հավաքել ենք, հաց կերել, ամաններ լվացել, լվացել, լվացքը միացել, փռել։ Վերջինը ես եմ քնել, եկավ գիշերվա ժամը 2-ը, իսկ 4-ին արթնացել ենք, 2 ժամ եմ քնել, ժամը 5-ին շարժվել ենք։ Ոչ քնած եմ, ոչ աղում, խառը վիճակ ա մոտս։ Ուզում եմ ինձ թար պահեմ, բայց այսպես աչքերս փակում եմ, մի քիչ թարմանում, բացում էլի հոգնում, այդպես ելիներս, ոչինչ տեղ կհասնենք ու լավ կհանգստանանք։ Ասեմ ուր ենք գնում, երևի վլոգի վերնագրից հասկացաք, գնում ենք Վրաստան, այսօր հասնելու ենք Թիֆլիս, այնտեղ մնանք 1 օր ու հաջորդ օրը շարժվենք դեպի կամ Ուրեկի կամ Բաթումի, չգիտենք դեռ որտեղ ենք վերջնական կայանելու, որ հյուրանոցը որ կհավանենք, որտեղ որ կլինի լողավազան, մեզ համար ցանկալի պայմաններ, այնտեղ էլ կմնանք։ Գնում ենք 7-ից 10 օրով, տեսնենք ոնց կլինի։ Ամենայն դեպս ես վստահ եմ, որ շատ լավ ժամանակ ենք անցկացնելու, լավ հանգստանալու ենք։ Միակ վատը այն է, որ Վրաստան որ մտնենք արդեն ուշ ժամ ա լինելու, չեմ կարողանալու այդ գեղեցիկ տեսարանները նկարահանել, բայց հետ վերադառնալուց խոստանում եմ, որ անպայման կնկարահանեմ սիրելիներս։ Այնպես որ համարում ենք մեր վլոգը արդեն սկսված, մեզ բարի ճանապարհ, ձեզ էլ բարի դիտում եւ լավ տրամադրություն սիրելիներս։ Լիլիայի հետ ենք այստեղ, այնտեղը մտել, շուրջը վերցնի ու գնանք, դե գիտեք ես սուրճ չեմ խմում, ուրիշ տեսակի այդպիսի նապիտկաներ եմ խմում, որոնց մեջ կաֆեին չկա, արդեն սովորել եմ, բայց հիմնականում խմում եմ տաք ջուր։ Մի 2 ժամ էլ կգնանք ու արդեն պետք է նախաճաշ անենք, մի տեղ կկանգնենք, հարմար տեղ, հաց ուտենք, առավոտյան Վահանը սուրճ ա խմել, ես մի հատ բանան եմ կերել, նրա համար կերա, որ չմնա փչանա։ Իրանն ընդհանրապես ոչինչ, որովհետև առավոտներիքը ոչինչ չի ուտում։ Վահանն էլ եկավ, սիրելիներս նստենք ու շարունակենք մեր ճանապարհը։ Շատ լավ եղանակ ա, ընտիր։ Վահան, կոֆե խմես նոր գնանք։ Չի լսում մեքենաների ձայնը։ Վահան, կոֆե խմես նոր գնանք։ Կոֆե խմես նոր գնանք։ Ջոն, կաղա մրսում ես կյան, լավն ա, ստեղ արևն արդեն տաքացնում ա, չէ, խմի բրդին որ գնանք ենք ուվարկեմ, Վահանը շտապում, ասմա գնանք շուտ հասնենք Թիֆլիս, որ Վլադիկավկազ չմնա, գնացինք, զբոգը.
Էն։ Էս։ Շենքա։ Էլա։ Կրասնոդար գնալուց ենք, թե Հայաստան որ եկանք ստե։ Այս վերևի տյոտը վերջնա։ Հլա որ չի ուզում էլի ավտոյից։ Դա։ Այստեղ երկու անգամ կանգնել ենք հաց ենք կերել, ճաշը անա, շատ լավն է երեխեք, նկարել եմ, եթե վաղոց եք հետևում, գիտեք, այստեղ խանութը, այսպես բարձանալու ենք բեհև, մեքենաները գնվացինք ճանապարհին, այս մլակները լրիվ Շուշայի վրա, միտեղ կկանգնենք վահանը կմագվի, վահան հեսա զիպիլը կցի, դուրը փակի։ Արի գնանք մենք Լիդուշ ջան։ Սենց կարանք մտնենք։ Գնասի։ Ստեղը բացօթյա է հիշում եմ։ Այն դե, շատ հավես է։ Ինքնա ժողովուրդ են։ Շարդարած կոլբասի հոտ կնդալ է։ Ինքնա ժողովուրդ են, հա։ Տնանք լինչ են վաճառում։ Պեք Ալեքսի։ Պեք Ալեք։ Բայց ինչ չի տալի։ Դեսենք տնանք։ Իբր նախաճաշեցինք, ոչ մի նորմալ բան չկար մեր սրտում, բայց դե սոված էինք, էլ ձև չկար, ինչ էլ լիներ, պետք է կանգնեինք ու վերցնենք առաջ շատ էր ընտրությունը, հիմա դեռ չկա։ Կան գնանք ընդեղ սիրտս, ապե արի շտենք մեկը։ Ես ու Լիլիան աղցան վերցրեցինք, այդպես թվասերով, սխտորով, այդպես Լիլիան նրբերշիկ, ես միայն սալատ կերա, աղցան, հացով Լիլիան աղցան, նրբերշիկ, վահաննել, ամլետ, բլիչ կեր մսով։ Այդպես երեխեք ջանում թեյ վերցրեց, տեսնենք որտեղ են ճանապարհին միտք վաճառում, մի քիչ վերցնենք, բզբզալու համար էլի, մեկ էլ կտեսնենք, հաջորդ անգամ որտեղ են կանգնում նորմալ տեղ, որ հացտենք, վաննասմա հաջորդ անգամ Վրաստանում կկանգնենք, բայց այդքան չենք ձգի, ես շատ քիչ եմ ուտում, կակ պտիչկը ու հաճախ 3 ժամը մեկ, դրա համար այդքան չեմ ձգի, ինքը որ ուտում է, ասես լավ պլոտնի ուտում է, որը կարա մի անգամ ուտի, լավ ուտի, կամ մաքսիմում 2 անգամ, ես այդպես չեմ կարող, նախ շատ չեմ կարող անում ուտել, ստամոքսս այդքան չի տեղավորի, հետո էլ իմ ռեժիմը տենց է, որ քիչ-քիչ, շուտ-շուտ։ Գնանք րոպե-շուտ հասնենք տեղ հանգստանանք, որ կարողանանք այնտեղ և շրջագայել, և ման գալ։ Չնայած այս անգամ ընտրել ենք պասիվ հանգիստը, այստեղ այնտեղ չենք վազելու, բայց որ գիտեք երկար ճանապարհ կա, ուզում ենք րոպե-շուտ արագ հասնել տեղ։ Հետևում, տեսնեք, պատրիոտ, ուղղաթիռներ են, ռազմական, մանատիվ վաղ է։ Անցած տարի Հայաստանից գալուց տեղ կանգնել ենք, ճաշարան հաց էինք ուտում ու ուզում էինք մտնել, բայց այնքան հոգնած ենք, որ չկարողացանք, ուղղակի շարունակեցինք մեր ճանապարհը, թողնելով հաջորդ անգամ, հետ գալուց եթե հարմար լինի կգանք, եթե ուշ չլինի, մութ չլինի։ Եկար կյանք։ Եկար։ Օրը բացվում է, շոքերն են փնում ու մենք
Քանի գնում ենք դեպի յուգ ավելի աշոք հանգնում։ Գալիս է տեսար Վահանին։ Պետք է մեքենայի բալանիները վերցել ենք նստել, չնա շոկ է։ Կյանքս հասել ենք Կրասնոդարսկի կրայ։ Երեխեք ջան, Կրասնոդարից մնում ամես 140 կիլոմետր։ Այս շոքին այստեղ այս կոնդիցիոներները միացնում ենք, Վահանի քիթն կոկորտնա բռնվել, հա իմ Իլյանը այստեղ չի կարողանում քնել։ Այս Վահանել իր ակնոցները մոռացել ա տունը։ Ամբողջ ճանապարհին չեն կարողանում այս ակնոցներ ճարենք, որ տնի աչքերին, հա, աչքերը ցավում այդ արևից, այդ երկարավոր քշում, լարված։ Այդպես մտավ, տեսնի այստեղ կա, վերցնի ու գնանք, հուսանք կա։ Ամենուրեք այս մեքենաները բոլոր զապրավկաներում հերթեր, կիլոմետրերով, երևի գիտեք պատճառը ինչն է, ամենուրեք հերթեր, դավագոնը մեր մեքենան բենզինով չի, դիզելով է, դիզելը ամենտեղ կա, բայց բենզինը շատ տեղեր չկա, որտեղ էլ կա, կիլոմետրերով հերթեր։ Հատ լավ տակ թեյք խմեի, կոկորդս տականար, անկարծ թարսի նման ջերմություն չտանք, չի վանդանանք, չպչացնենք մեր հանգիստը, տակություն չտանք էլի, կարողանանք կոնե մեր լողավազան լողանալ, տեսնենք ոնց կդնի հուսամ, կարգավորվի օրվա ընթացքում օթորակիչներն էլ անջատել ենք, համարյա անջատած է 23-ի վրա դրած է ու շատ ցածր հուսամ չենք հիվանդանա ճանապարհին հələ ярմարկա չի պատահել որ մի վերցնենք Վահանն ասում է Վրաստան ասում է Վահան Վրաստան մինչև հասնենք արդեն ուշ գիշեր է լինելու ժամը 10-ին երեկոյան լինելու ենք նոր Լարս ասենք իր անգամիշ որ մի բան տենց բզբզալու համար, հա ճանապարհին ուտելու, զբաղվելու այնքան էլ հոգնած եմ անքուն, որ հիմա մի փոքր թարմացա, բայց մինչև Ռոստով ոչ Արթունեի, ոչ քնած, շշմած տենց սրտիս աշխատանքը 90-ից 120 նոր կարգավորվել է 60-65 հիմա նոր կարգավորվել է, ես էլ արդեն լավ եմ զգում, թարմացել եմ մի հատ որ տակ թեյ լիներ, խմեի, вообще ամեն ինչ իր տեղը կանգնի, բայց դե տեսնենք։ Երևի ընտրություն է անում Վահանը, երևի կա ակնոցներ կամ էլ հերթը, չգիտեմ, ներսն է։ Որ տոտ 31 աստիճան։ Վահան հələ նայ Վահան Վահան Տնամ ակնոցներ էդ լավն ա Մի համաչի դե նայ Լավն ա տանցին բարև ես Նայ Լավն ա Շատ սազում Խնդրեմ սիրելիս Արաս խնդրել եմ Չէ ես ում խնդրեմ Լսի երբ ես միրք առնում Վահան Սուտ ինչ Ինչքան մեզ մնաց 700 կիլոմետր մինչև Թիֆլիս Լավով ոչ ուղիղ 700 Սպասի որ վերջինը 100 կիլոմետր էլ կարաս մնա լցնես Վահան, որ լցնես մինչև Թիֆլիս կգնաք? Հա, բա ինչ գալուց Մեկ էլ հետ գալուց երևի, հա, դե որ մեքենան պետք է կանգնացնես ընդ ոդկով կամ տաքսիով Թիֆլիսից բացում 4 օր ինչքան է դիտես Հա, ես գիտեմ Բա ինչ է, ես տան գիտեմ Գյուղը չի Բա ինչ է
մեզ, հիշում ես։ Լավ տուներ չէ, Լիլիան շատ հավանել էր այդ տունը, ասում կուզեի է դե։ Մի ժամանակ դետան ժամանակ։ Ярмарка։ Ինչ ярմարка։ Շորմորես մարնես։ Չէ, մրգի ярмарка։ Մրգի ярմարка չկա, այս կողմը զապագել։ Դու գիտեր ինչ ես անում, դու Ռոստով շուտ։ Անցար։ Գիլազ առնեմ, որտեղ սաղ ավտոմի։ Չէ, գիլաս միա, չէ։ Արա։ Չէ, միա։ Ստեչ։ Մտնենք 34 աստիճանա, ջերմ աստիճանա։ Կեդերի կանաչան։ Եթե չլնի ինչ ես առնելու, ոբշե ոչ մտան։ Կամ ավելի տաղտքիտ բաներ ալնում, բան, կանաչկու։ Պես կենտրոնացել դրա վրա։ Անցիս տարի ոչ չարա։ Ես սկեզացի արդու չլսեցի, չանեմ։ Կճարենք, փողը լինի ամեն ինչն էլ հեշտ է, Կավկասկի ռայոն։ Տնաս քանի կվադրատ կլնեն այդ տները վահան։ Մեծ են երևում, հա, 100-ից ավել, 100-110-120։ Սաղ մի հարգանի է։ Բավոյ տները Ստել են սարքում տուպնա։ Ինչ, որոշկի կողմեցիր։ Հնաս այս տեղել են սարքում։ Ձեր այստեղ է լինա։ Ավտո։ Եվ։ Ես որն ավան արմավիրն է։ Ստել են լիքը հայությունը։ Ստեղ կլի թանք տները, թե Կրասնոդար, երևի Կրասնոդար։ Փոքր քաղաք, հա, այն կողմի վրա է։ Այս կողմի վրա է։ Հյուրատունամ։ Սա հյուրատուներ են։ Սիրուն սեփական տուն է այցա, նա այդ տեսար վայրար կողմ։ Հիմնականում նոր է, հա։ Նոր թաղամաս է այս կողմերը։ Թազը սեփական տներ են սա։ Ինչ ես ուզում ստից, Լիլ ջան։ Բանը մենք ստեյք էլ ենք։ Հա։ Փոխել են, չէ։ Հա, այստեղ եմ ծանոթ տեղա։ Ինչ ես սիրուն ծառը, դες հետևն ես ինչ հով էր երեխեք, ես շուտ պտի գայի հետ հաշվա այպվա։ Լիլյան էլ մրսում էր հետևը։ Չէ լի, լավ ադեմը։ Ակյանք ես։ Շիշու կորը դուսը։ Ոյ հելնելու չի բահա։ Ներսը հով կլնին բանը։ Շոքը որն է։ Բուխատա։ Ոյ։ Ոտքես։ Մի քիչ չէ որ լավ ուռել է։ Սասկաս։ Կնեմ, կհելնեմ կասի։ Նախ տեսնենք ինչ ենք պատվիրում, ճիշտ ասած ես սոված էլ չեմ երեխեք։ Միշտ կուզեի, պիտի որ տեսնենք որտեղ ենք կանում առնենք, մի հատ տեղ խանութ չկար, այ մինչև հիմա որ կայնեինք առնեինք։ Ներսը հովա, մի քիչ
ժողովուրդը։ Դուրը բացում ես ու ոնց որ մտնես մի հատ բաղնիք։ Ահավոր շոկ է։ Նստենք մեքենան։ Սիրելիներս եկանք, հասանք, ավելի ճիշտ արդեն մտնում ենք Պիտիգորսկ։ Քանի որ այնտեղ ես հաճ չկերա, եկանք այստեղ կանգնեցինք ճանապարհի կողքին, Վահանը մտավ խանութ իմ համար մի քանի բան վերցնի։ Լիզան արդեն եկավ, այստեղ հետ մեքենայի հետևում տեղ եմ սարքել, որ մի քիչ քնի, հոգնեց դեմը, ուզում ա քնի, մի քիչ հանգստանա, ես էլ փոքր աշկս կպցրեցի, բայց չեմ քնել, մինչև տեղ չհասնենք նորմալ, քունս չհանեմ, գլուխս չի կարգա, որ ճանապարհին Վահանի քուններ էր տանում, ասում ա գնանք Վլադիկավկազ գիշերը քնենք, վաղը շարունակենք, բայց ամեն ինչ անելու ենք, որպեսզի այսօր անպայման հասնենք տեղ։ Նայեք այս գեղեցիկ, կողքը մեծ ռեստորան է, բանկետների զալ, շատ գեղեցիկ է։ Դե ջան տեղը սարքել եմ, կյանքս են կոմից նստի, են կոմից գլխի տեղ նստեղ է։ Ես ինչա հերթա զապրավկե։ Zapravki ile euro hastam herta. Սաղ ճամփեքերը են այս։ Zvedene. Բա։ Herta zapravki. Slava dizel yones. Ա։ Tıkat bitecek. Слушай, կարան գնամ սմիտկո։ Պաստորեն միներալն է ոդենա։ Պիտիգորսկը։ Ես գիտեի ես Պիտիգորսկն է, պաստորեն է միներալն է, ոդը Պիտիգորսկ չույթ դալշ։ Անցած անգամ Պիտիգորսկ հիշում ես գիշերով էինք հասել բա։ Շատ է, չէ՞ այստեղ։ Սահմանին Վահանը մտավ այստեղ հայերի մոտ մեքենան ստրախովկա անի Վրաստանի համար ու արդեն երևի 5 րոպեից արդեն կմոտենանք սահմանին, արդեն դարսում ենք տեսնենք ոնց ենք հասնում սահմանը կյանքս Загранпаспорт где? Քոնը հետևն այս է գամտամ Բանը խոսքս ընդհատեց, ընտեղ իրանից զակրան պասպորտն է նիսում Հենա մի անգամից իմ ու Լիլիայինն էլ վերցրինք Մեկը արդեն մոտենում ենք կրանիցային Պետք է արդեն հանենք, պատրաստենք Անն անցանք սիրելիներս Ռուսական, մտնում ենք վրացական Վահանը շուտ անցել է, այնտեղ հերթեր Երևի 40 րոպե կանգնել ենք Զանգեց ասեց, ես duty free եմ Ոտվոտ առաջացեք, տեսնենք ինչ ա գնում Ինձ օծանելիք էր ուզում, չգիտեմ այստեղից կվերցնենք, թե հենց Վրաստանից Անջատում եմ ներսում արգելված ա, նկարահանում, ահա, մտի Ներս Հոգնած, վազելով եկանք, որովհետև մարշրուտկաները գալիս են Մարդիկ լցվում են ու հերթ ա գոյանում Վահանն էլ ընտեղ երկար մեզ սպասում է Մի խոսքով երեխեք ջան օծանելիքը նայեցինք
իմ ուզածը չէր, տեսնենք եթե Թիֆլիս կամ Բաթումի նորմալ լինի, այնտեղից իմ ուզածը լինի կգնենք, եթե չէ, մեկ ուրիշ բան կգնենք, ուրիշ առամատ, նույն ինքը Կարոլինա Հերերա ֆիրմայից։ Հիմա Վրաստանի գրանցան էլ անցանք, Վահան այնտեղ մեքենայով անցնելու, որոշել ենք մինչև Թիֆլիս գնանք, բայց ահա որ հոգնած ենք։ Մնա, սալուգավան, ամբողջ օրը ճանապարհին, հոգնած, տանջած, տառապած, ուզում ենք հանգստանանք, քնենք ու վաղը կշարժվենք դեպի Թիֆլիս, այնտեղ Վահանը գործեր ունի մի 2 ժամվա, ու արդեն այնտեղից էլ կշարժվենք դեպի Ուրեկի կամ Բաթումի, չգիտենք հələ կոնկրետ որտեղ ենք գնալու, կախված նրանից թե որ հյուրանոցն ենք ընտրելու, որտեղի պայմաններն է մեր համար ավելի լավը լինելու։ Հյուրատուն ենք բարձել մեկ գիշերով, կմնանք այնտեղ ու առավոտյան արդեն կշարունակենք մեր ճանապարհը մինչև Թիֆլիս, այնտեղից էլ արդեն հանգստյան բար սիրելիներս գնանք, հաց ուտենք, լողանանք, պարկենք, հանգստանանք, որպեսզի վաղը կարողանանք շարունակել մեր ճանապարհը, որովհետև դեռ ինչքան ալի ջան այստեղից մինչև Թիֆլիս 300 կիլոմետր։ Մի խոսքով դեռ 700 կիլոմետր ունենք։ Հյուրատունն էլ ձեզ ցույց տամ սիրելիներս ու երևի այդքանով էլ կավարտենք այս վլոգը, որովհետև շատ երկարում է, չեմ ուզում ձանձրանալ։ Շարունակությունը երևի արդեն հաջորդ վլոգում առավոտյան հենց արթնանամ, սիրելիներս սկսեմ նկարել ու մինչև հանգստյան վայր կնկարեմ, դա էլ կներկայացնեմ ձեզ առանձին վլոգի տեսքով։ Մեկ շաբաթ գրեթե այնտեղ ենք լինելու, հանգստանալու ենք ու այսպես ինչքան կարողանամ ժամանակ ունենամ կաշխատեմ նկարահանել ոչ միայն դա ձեր համար, այլ նաև մեր ընտանիքի, մեր հարազատների համար մնում է YouTube-ում որպես հիշողություն։ Եկեք այստեղ ձեզ ասեմ ստեսություն, լավ եղեք, լավ մնացեք սիրելիներս, բոլորի ցանկանում եմ լավ տրամադրություն, կհանդիպենք հաջորդ վլոգում։ Իսկ դուք դեռ մի հեռացեք, ես դեռ ցույց եմ տալու, թե ինչ հյուրատուն ենք մենք բարձել։ Հյուրատուն երեխեք ջան, ինձ լավն է։ Եկեք մեր սենյակն էլ ցույց տամ ու վերջացնենք վլոգը։ Այստեղ լրիվ սենյակներ են բարձով, մեր սենյակը էս է։ Երեք տեղանոց։ Առավոտյան, այսինքն հաջորդ վլոգում ավելի մանրամասն ցույց կտամ դուրս գալուց։ Շատ լավ, հարմար, մաքուր, կոկիկ։ Սպասում ենք Վահանը դուրս գա, Լիլիան կմնա, ես Վահանի հետ կգնամ խանութ, կգամ, ուտելու բան կբերենք, հաց կուտենք, կլողանանք ու կպարկենք քնելու։ Բոլորիդ շատ սիրում եմ, շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, շնորհակալ եմ վլոգը մինչև վերջ դիտելու համար սիրելիներս, ձեր լայքերի, մեկնաբանությունների բաժանորդագրվելու համար, կհանդիպենք հաջորդ վլոգում։ Պակա-պակա։